Բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայն հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 8-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք հայաստանյան դեպքերից արագ, որովհետև շատ հարցեր կա միջազգային լրահոսից, որոնց պետք է անդրադառնալ, դրա համար արագ խոսենք դրա մասին։ Երեկվա նյութը արդեն գնացել է, հետո տեսանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ 301 թվականին հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ, կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ 10-ից 55 բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Հիմա հասկանանք ի վերջո, եթե ցանկություն ունի, որ օրհներգը կատարվի եկեղեցում եւ ինչու դա կատարվի, որտեղ այս երկուսը տարբեր բաներ են, որտեղ մեր մոտ կա նաեւ եզդիներն էլ ունեն եկեղեցի, իրանց մոլոկաններն էլ ունեն, կաթոլիկներն էլ ունեն, սա վերաբերվում է միայն հայ առաքելական եկեղեցուն, որովհետև դա պետության կողմից է ստեղծված, այսինքն Հայաստանը որպես պետություն նրա մոտ մյուս կրոնին պատկանող կառույցները նրանք պետական դրոշ օրհներգ չի լինելու։ Միայն հայ առաքելական եկեղեցուն, որովհետև պետությունն է ստեղծել։ Այս ուղղակի հասկանում։ Բայց իր ասացի մեջ, երկու նախադասության մեջ 3 հատ սխալ կա, հերթով ասենք։ Առաջինը, որ եկեղեցին անջատ է պետությունից, դա սահմանադրական նորմ է, այնպես որ եթե նույնիսկ ժամանակին պետական կառավարման համակարգի մաս էր եկեղեցին, հիմա վաղուց դա այդպես չի։ Այսինքն եթե այն ժամանակ նույնիսկ այդպես լիներ, հիմա դա այդպես չի։ Ասել որ քանի որ այն ժամանակ այդպես է, հիմա տեսնում եք դա պետության մաս է եւ այլ պետքա լինի, դա անտրամաբանական է, որովհետեւ այդ ընթացքում արդեն սահմանադրական նորմ է եւ աշխարհի շատ երկրներում, անգամ Փարիզյան կոմունայից սկսած, հետո ֆրանսիական բուրժուա դեմոկրատական հեղափոխությունով գալով նոր բան չի դա։ Մեր մոտ էլ սահմանադրությամբ սահմանված է, բայց դա չի հիմնական սխալը, որ մենակ որ դա ալներ։ Նիկոլ Փաշինյանը, որտեվ այսօր ամբողջ օրը քննարկվել է դա երեկվանից արդեն, ու ես չէի կարող չանդրադառնալ, մարդիկ ցանկանում են նաև իմ կարծիքը իմանալ։ Առաջինը, երբ որ խոսքը գնում է նրա մասին, որ ինքը արտասանում է մի բան, հայ առաքելական եկեղեցի։ Ինչու է մեր եկեղեցին տարբերվում մեկ ուրիշներից, որ հատկապես կոչվում է առաքելական։ Այսինքն ինքը հենց բառ ամբողջական ձևակերպումը գրել է, նույնիսկ դա իրան չի ուշում, որ եթե այդքանը գրել ես, արդեն անիմաստ է, որ դու շարունակես այդ անգրագիտությունը, որովհետև հայ առաքելական եկեղեցի է, որովհետև մեր եկեղեցում Աստծու 12 աշակերտներից Թադևոսն ու Բարդուղիմեոսն են եկել եւ քարոզել ու տարածել քրիստոնեությունը Հայաստանում։ Թադևոսը 35-ից 43 թվական, Բարդուղիմեոսը 44-60 թվական մեր թվարկության, այսինքն առաջի դար։ Եվ դրա համար նրանք կոչվել են լուսավորիչներ, եղել են Քրիստոսի 12 աշակերտներից երկուսը առաքյալներից։ Այսինքն ստացվում է այնպես, որ մեր եկեղեցին իր պատմությամբ շատ ավելի հին է քրիստոնեական առումով։ 301 թվականին ընդամենը ընդունվել է որպես պետական կրոն։ Ասել, որ հայ առաքելական եկեղեցին ստեղծել է պետությունը, դա անգրագիտության մի մասն է։ Ես դες բացատրեցի, որ դրա աբսուրդը, որ ոնց է պետությունը ստեղծել, եթե դա արդեն քարոզվել է առաջի դարից։ Հիմա երկրորդ մասը նայենք, որովհետև ես ասել եմ, չէ, որ ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանը այսքան գրագետ, անգրագետ հնարավոր չի առանց կարդալու։ Որտեղ եթե դու չկարդաս, ո՞նց կարաս քան անգրագետ լնես։ Ուրեմն իրոք իր դեպքում ինքը լրիվ ուրիշ բան կարդում է, ուրիշ բան հասկանում, էլի դրա համար եմ ասում։ Հիմա տեսեք, ասում է պետությունն է ստեղծել։ Նախ պետությունը ասեցինք, որ չի ստեղծել, առաքյալներն եկել քարոզել են առաջի դարում։ Երկրորդ, բա
Ինչեր գցել Գրիգոր Լուսավորիչին բանտարկել խորվիրավում, որպես քրիստոնյա չէ, տրթադիրորդը։ Հետո որ իրան բժշկեց, հասկացավ ուժը քրիստոնեության ու ասեց բերեք պետական կրոն ընդունենք, եթե սա ասեն ուժեղ ու զորեղ է։ Էդ էլ մինչև էտես ինքը չգիտեր իր հիվանդության դեպքում կարող է օգնել, թե չէ Գրիգոր Լուսավորիչը քորը գլխի գցեց, ասեց իմացի, սենց հրաշագործություն է տեղի ունենում, գնա այդ մարդուն դիմի հանի բեր, թող հարցերը լուծի օգնի։ Եվ տեսնելով որ դա կարող է իրան այդ վիճակից, այդ ծանր առողջական վիճակից դուրս բերել, նա ընդունելա չէ եկեղեցին որպես բա եղելա չէ որ ընդունելա որպես պետական կրոն, որ չի եղել ինքը ոնց է ստեղծել։ Չեղած նա հիմնադրել։ Կանգնել ասելա բարև ձեզ, այսօրվանից հայ առաքելական եկեղեցի ենք հիմնադրում։ Այսինքն ավելի անտրամաբանական բան կարելի է հասկանալ։ Եթե դա գոյություն չուներ, ի՞նչ էր ճանաչում որպես պետական կրոն։ Այսինքն գոյություն ունեցողի մեջ այս մեկը հռչակել է պետական կրոն։ Որտեղ հասկացել է դրա ուժն ու զորությունը։ Եթե պետության կողմից ստեղծվածի մասին ասենք, դες պատմություններ ուրիշ տեղեր եղել է։ Երբ որ Վլադիմիր Սվյատոսլավիչը գնացել էր Կոստանդինապոլիս, օգնություն ցուցաբերել Վասիլ II-ին, Բարսեղ II, դե հայկական ծագում ուներ կայսրը։ Եվ այդ ժամանակ Վարդաս Ֆոկասը ապստամբել էր Բարսեղ II-ի դեմ, գնաց օգնեց Վլադիմիր Սվյատոսլավիչը ճնշեց այդ ապստամբությունը։ Նա էլ ասեց պարտական եմ քեզ իմ կյանքով, ասա ինչ անեմ քո համար։ Ասեց ուզում եմ քրոջդ Աննայի հետ ամուսնանամ, ասեց բա եղավ, ամեն ինչ կարամ անեմ քո համար, բայց ես քրոջս ոնց կարամ հեթանոսի տամ։ Ասեց ես մի րոպե ոտդ կախկցի հեսա գամ։ Գնաց թրով, սրով, ջարդելով, փշրելով, բանտերը լցնելով քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։ Հետո եկավ Աննայի հետ ամուսնացավ, տարավ Կիև։ Այդ եղելա պետության կողմից ընդունված։ Ջարդու փշուրով։ Այնտեղ պետության քրիստոնեության հետ կար։ Ոնց է ընդունել։ Թրով պետության կողմից։ Հայաստանում տենց է եղել ժողովուրդ ջան։ Բա ո՞նց կարա մարդը այս բոյի անգրագետ լինի եւ խոսի այս թեմաներից։ Ուսա գիտեք ինչի է մեզ անհանգստացնում նաեւ։ Պատկերացնեք ինքը գնում ուրիշ բանակցություններ ավարում գելու գազանների հետ։ Փակ հանդիպումներ ա ունենում։ Եվ գալիս է ասում ասենք շատ լավ հանդիպում ունեցանք։ Իր սազանդարներն է սկսում են բացատրել, որ շատ հզոր, շատ ուժեղ քայլ կատարեց Փաշինյանը։ Բազմավեկտոր, բալանսավորված, բալանսավորումով, չգիտես ինչ հեքիաթներ ճոռոմ բաներ, որը ապացուցելի չէ։ Փակ հանդիպում է, դե արի իմացի ինչ է։ Հա իհարկե որոշ մանրամասներ իմանում ենք, ոնց որ իրանք գնացել մենք։ Բայց դա ուրիշ է։ Հարցը է։ Մի բան որ ակնհայտ է ձեր աչքի առաջ։ Բան, որը հրապարակային ասել է, մի բան, որ ամբողջ հայ ժողովուրդը դրանից հասկանում է։ Հիմա որ դուք լսում եք այս անգրագետին, դուք հասկանում եք, որ ինքը կարա գնա Հայաստանի շահեր պաշտպանի, լուրջ հարցեր լուծի, երբ որ ում հետ նստում է բանակցությունների, իրանց քաշային կատեգորիան, իրանց պետությունների անհամեմատ մեծ է։ Իրանց ապարատը բավական փորձառու է։ Իրանց համակարգը նստած չի ընդդիմադիրներին լսելու գաղտնալսելու վրա, այլ իրանց համակարգերը անվտանգային ծառայությունները ունեն ուղեղային կենտրոններ, որոնք վերլուծություններ են անում ու օրվա ադմինիստրացիայի սեղանին դնում, թե դու ինչ պետք է անես։ Բայց այդ պարագայում, երբ որ գնում ես բացարձակ դատարկ գլխով, ո՞նց ես դու լուրջ բանակցություն վարելու։ Եթե քո ասածը այսօր սա է, այն հարցի հետ կապված, որ փորձում ես անգամ քո անգրագիտությամբ արժեզրկես հայ առաքելական եկեղեցու անցած ճանապարհը, որը որ ուղղակի առնչություն ունի Քրիստոսի հետ ուղղակի առնչված մարդկանց միջոցով է տարածված։ Այսինքն ինչ ես դու այդ մի քանի 100 տարի
հետ գցում միայն նրա համար, որ ասես դա պետությունն է ստեղծել։ Հիմա եկե դրանից հետո էլի մի երկու հատ հիմարություններ հասցրեց ասի այդ թեմայի հետ կապված, որով իր փրթե արդարացնի նախորդ հիմարությունը։ Դա մի ասի էլի որ չընկնես տենց կրակը։ Հիմա դե կանչեք այդ սազանդարներին Նիկոլ Փաշինյանին աջակցող եւ ասեք մի հատ պարզաբանեք հիմա էսի ինչ որ ասել է ճիշտ է ասե։ Բա մեծ խոսում եք, սատարում ենք Փաշինյանին նրա վարած քաղաքականությունը։ Նրա վարած քաղաքականությունը սա է, ժողովուրդ ջան։ Ինքը այս մակարդակի է պատկերացնում ամենաակնհայտ բաները։ Դուք այս մարդուն լուրջ բան ո՞նց եք վստահում։ Իմ ասածը սա է։ Սա ուղղակի առիթ է, որը ձեզ համար տեսանելի է, չափելի է։ Որ կարակ վերցնեք իր ասածը, կարակ վերցնեք գրականությունը, կարակ վերցնեք հիմքերը ինֆորմացիայի, կարակ լսեք մեկնաբանություններ, վերլուծություններ, լսեք մի բան ես կասեմ, մեկը ուրիշը կասի, մեկը կպաշտպանի, մեկը կքննադատի, դուք էլ սեփական խելք ունեք, նստեք այդ ամեն ինչը գումարեք եւ մի հատ տեսեք, այս մարդուն դուք կվստահեք նույնիսկ մի հատ խառը ապրանքների պահեստ, որ սա ղեկավարի Կամ թեկուզ մի ձևի ասենք, մի 5 հատ ցախավել կվստահեք, որ նա դուրը փագի նստի, հետո էլ հաշվառի հանի տա։ Երկիրը դրել եք ձեռը։ Այս խելքով։ Հետո ասեք իսկ ինչու եք մտահոգվում։ Այդքան համեր քալում, մեկին գնացեք, լսեք էլի։ Էռնակ ձեր հավեսին։ Հիմա նայենք մի հարցեր էլի կապված Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարգելի պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում ձեր եւ նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար, ես խորապես գնահատում եմ դա, ինչը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը, որպես Միացյալ Նահանգների նախագահ ես շարունակում եմ հանձնառու լինել ամբողջ աշխարհում հակամարտությունների վերջ տալուն եւ բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը։ Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին։ Կրկին շնորհակալություն ձեր շարունակական աջակցության համար։ Ինչի՞ այդ ամբողջը կարդացի։ Որտեւ այս նույն բովանդակությամբ ընդհանրապես մի տարբերությամբ, որ ընդեղ գրած է հարգելի պարոն նախագահ, ստեղ գրած է հարգելի պարոն վարչապետ։ Ալիևին գրում է 2 օր առաջ, Նիկոլ Փաշինյանին 2 օր հետո։ Նույն բովանդակություն։ Այդ երկու մարդը իրար հետ են գնացել Վաշինգտոն, իրար կողք դստել են, թուղթ են ստորագրել։ Այդ երկու մարդը համատեղ դիմել են Նոբելյան կոմիտեին, որ Դոնալդ Թրամփին տան Նոբելյան մրցանակ։ Այսինքն, եթե դու նույն տեքստն ես գրում, որ որևէ մեկին չնեղացնես, բայց այդ նույն տեքստը, որ գրել ես, Փաշինյանի նեշով էիր ուղարկել, տեղ չեր ասել 2 օր ուշ եկե։ Ոնց եղավ, որ եթե դու նույն տեքստն ես գրում, որ չնեղացնես, 2 օր ուշ ես ուղարկում, որ ցույց տաս քեզ համար ով է կարևոր, ով է անկարևոր։ Բայց այդ որ գրում էիր, բերել են դրել են տեքստը, բա չես ասել ընկեր, որ ես Փաշինյանի անունը մեջը գրում եմ։ Բա Փաշինյանին ինչի նամակ չենք ուղարկում, նույն տեքստը։ Ասել են տո լավ, այդ հեչ։ Հետո հասկացել են, որ ոնց հեչ, բա Փաշինյանն էլ պետք չէ նամակը նորից թարմացնի խաղաղության Նոբելյան մրցանակի, որ 2026-ին տան։ Դա համար հա դե լավ, բերեք մի հատ էլ իրան գրենք։ Ավելի լավ է չգրեիր, եթե պետք է նույն բովանդակությամբ 2 օր ուշ ուղարկեիր։ Էսա վերաբերմունքը ժողովուրդ ջան, իսկ այդ մարդու ուզածը Նոբելյան մրցանակը նրան Հայաստանի անվտանգություն, Հայաստանի այդ չգիտես ինչ եւ այլ, այդ բոլորը հեքիաթ է, այդ մարդու կյանքի նպատակը դա է, ինքը որ Նոբելյան մրցանակ ստանա։ Հիմա մի հատ նորից գրեք, այս նույն խաղաղության նախաստորագրումը եթե հանկարծ չլինի, շուտ արեք, եկեք մի բան ստորագրենք, որ ասենք այն հեչ, այս մեկի համար եք հիմա դուք գրելու 2026 թվականի համար։ Սա մեր հետ բացարձակ առնչություն չունի։ Եվ եթե այս բովանդակությունից ու այս լրջությունից դուք հասկանում եք, չէ, մենք կարող ենք հույս դնել, որ Դոնալդ Թրամփը մեզ համար ինչ-որ լուրջ բաներ պետք է անի։ Սա է հարցը։ Իսկ որ Դոնալդ Թրամփը Նոբելյան մրցանակի հետ կապված այս պատերազմը դադարեցնենք, այդ պատերազմը դադարեցնենք, որպեսի դրանով ինքը կարողանա ասի, որ տեսեք, քանի պատերազմ ոնց որ դադարեցրել անցել վերսկսվել են, դա չի հարցը։ Բայց ի վերջո ինչ որ ջանքեր են գործադրել, չէ,
որ հասել են Նոբելյան մրցանակի։ Իհարկե թեմա կա, դրան անդրադառնալուց այդ հարցին կանդրադառնամ։ Հիմա նայենք, Բաքվում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramova հայտարարել է. Ադրբեջանն առաջարկել է տարածաշրջանային 3 գումարած 3 ձևաչափի հաջորդ հանդիպումն անցկացնել նախ իր տարածքում, ապա Հայաստանում։ Ես ստեղծված իրավիճակում մենք կարծում ենք, որ Հայաստանը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը։ Մեր առաջարկը մնում է ուժի մեջ։ Թուրքիայում կայացած հանդիպումից հետո մեր պատվիրակությունն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում։ Մենք նշել ենք, որ Ադրբեջանում հանդիպումը կազմակերպելուց հետո կհամաձայնվենք հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում։ Ցավոք, մենք չկարողացանք համաձայնության գալ, հայկական կողմը չհամաձայնվեց այս հաջորդականությանը, նշել է Բայրամովը։ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների զարգացմանը և աջակցում է 3 գումարած 3 ձևաչափով հանդիպումները նախ Ադրբեջանում, ապա Հայաստանում անցկացնելու առաջարկին։ Հարց է ծագում, Աբբաս Արաղչի մեկը մի հարևանը տա, մեկը մյուս հարևանը տա։ Մի հատ ընդեղ պետք է անցնի, մի հատ ընդեղ պետք է անցնի։ Հիմա Ադրբեջանն ուզում է իր մոտ անցնի, Հայաստանը համաձայն չի։ Ինչի ես դու պաշտպանում Ադրբեջանի տեսակետը։ Առաջի նախադասության առաջի մասն ասեցիր, որ Աբբաս Արաղչին հայտարարել է Իրանն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների զարգացմանը։ Նորմալ է, ինչ ա եղել, մեծ ընդհանուր ֆրազա։ Բայց չես ասում եւ աջակցում է 3 գումարած 3 ձևաչափով առաջ Ադրբեջանում ասնի։ Ինչի։ Ի՞նչն է պատճառը։ Ինչի ես պաշտպանում Ադրբեջանի տեսակետը մի լրիվ անշարժ թեմայի ուղղությամբ։ Իմաստը։ Այսեն Իրանը չի ժողովուրդ ջան, որ Հայաստանը ճանաչում էր եւ իր վրա հարձակման համար դատապարտում էր, որի թիկունքում Ամերիկան էր կանգնած, որը որ Իսլամական համագործակցության կազմակերպության ֆորումում կանգնեց Հայաստանին դատապարտեց։ Այս է Իրանն է։ Իսկ բացի դրանից էլի ինչ 3 գումարած 3 ձևաչափը ինչա դա մեզ տալու։ Վրաստանը նախ չի մասնակցում, 3 տեղ արդեն արել են Ռուսաստանում, Իրանում, Թուրքիայում։ Պետք է անեն կամ Հայաստանում կամ Ադրբեջանում։ Ու տեղեկականը չի Հայաստանում առաջ կանեն թե Ադրբեջանում։ Հայաստանի իշխանություններին կարող է պետք է առաջտեղ անեն ընտրություններից առաջ դա իրան պետք է, մանավանդ սպասվում է նաև Եվրամիության քաղաքական ֆորումի, եվրոպական ֆորումն էլ անցկացնի իջև ընտրությունները, ինչ որ մի ձևով ցույց տան, ասենք, ինչքան է կարևորում Եվրոպան Հայաստանի դերը։ Այն դեպքում, երբ որ նույնը 2 տարի հետո անցնելու է Ադրբեջանում, նշանակում է այդ չափել կարևորում է Ադրբեջանի դերը։ Բայց հիմա այս պարագայում մեզ համար հերիք չէ, որ այս ֆորմատը ընդհանրապես մեր համար անիմաստ ֆորմատ է, որտեղ տարածաշրջանում ներգրավված է նաև Ռուսաստանն է։ Հիմա էլ մտածում ենք, թե սա ոնց ծառայացնենք Հայաստանի կշիռը բարձրացնելու մի ֆորում, որ մեզ ընդհանրապես պետք չի, որտեղ անիմաստ տեղը մենք տարածաշրջանի համար Ռուսաստանին ենք դերակատար տեսնում այստեղ։ Իսկ հիմա նայենք Դոնալդ Տրամփի հայտարարությունը Եվրոպայի հետ կապված, երեք մենք դրա մասին բավական խոսեցինք, որ ոչ կոռեկտ ձևով Դոնալդ Տրամփի ադմինիստրացիան խոսում է Եվրոպայի հասցեին, հիմա Եվրոպայից արդեն արձագանքներ են ստացվում այսօր։ Եվրամիության խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է. Եմեն ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ տեսնում է Եվրոպայի ներքին գործերին միջամտելու ծրագրեր։ Մենք թույլ չենք տա եվրոպական քաղաքական կյանքին միջամտելու սպառնալիքները։ ԱՄՆ-ն չպետք է փոխարինի եվրոպացի քաղաքացիներին, որոշելով թե որ քաղաքական կուսակցություններն են լավը եւ որոնք վատը։ Կոշտան արձագանքել է ԱՄՆ իշխանությունների քննադատությանը Եվրահանձնաժողովի կողմից X սոցիալական մեդիա հարթակին սահմանված 120 միլիոն եվրո տուգանքի եւ Բրյուսելի կողմից խոսքի ազատության խախտման մեղադրանքների վերաբերյալ։ Խոսքի ազատություն չի կարող լինել, եթե եվրոպացի քաղաքացիների տեղեկատվության իրավունքը պետք է զոհաբերվի ամերիկացի տեխնոլոգիական օլիգարխների պաշտպանության համար, նշել է Անտոնիո Կոշտան։ Իհարկե, եթե Դոնալդ Տրամփի նոր ռազմավարությունը նա Եվրոպա, ես ձեր հետ գործ չունեմ, բայց խորհուրդ է տալի թե ինչ անեք, մի քիչ լուրջ չի։
Ոնց որ Հայաստանի քաղաքական դաշտում մի միլիարդատեր ասի ես փող չեմ բաժանելու, ձեզ խորհուրդ եմ բաժանելու։ Կասեն ընկեր ջան, բայց ում է հետաքրքիր խորհուրդը։ Քեզ գիտեն քո առավելությունը փող ունենալն է։ Եթե փող չես բաժանում, որևէ մեկին հետաքրքիր է, թե դու ինչ կարծիք ունես ինչ որ հարցի մասին։ Ով ես դու։ Որևէ մեկը երբևիցե կմտածի, որ Տրամպը կյանքի մեծ փորձ ունի, ասենք որ Տրամպը պաշտոնաթ հողալնի գնահարցնի, ասի ինչ ես կարծում ես բանի մասին։ Կգտնվի տես մի հատ մարդ, որին կհետաքրքրի Դոնալդ Տրամպի կարծիքը։ Եթե նա Ամերիկայի ուժով չի խոսում, Ամերիկայի ուժի դիրքից չի խոսում, կշռից չի խոսում։ Դրամ էլ պատասխանը սա է։ Եվրամիության արտաքին հարաբերությունների անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ է Եվրամիությունը մտածում Թրամփի վարչակազմի այն հայտարարությանը, որ Եվրոպան անկման վիճակում է եւ կոչ է արել ձևավորել դիմադրողականություն Եվրոպայի ներկայիս ուղու նկատմամբ, Կալասը հայտարարել է. Եկեք կենտրոնանանք այն բաների վրա, որոնք մենք կարող ենք անել համատեղ, ինչ օգուտ կարող ենք տեսնել այդ անվտանգության ռազմավարությունից, որովհետև մենք դեռ դաշնակիցներ ենք Ամերիկայի հետ։ Դեռով ասում, մենք դեռ դաշնակիցներ ենք։ Իսկ կարող է չլինենք, եթե Ամերիկան մտածում է, որ իրան էսպես է ուզում պահի։ Մենք ոչ միշտ ենք ամեն ինչի նույն աչքով նայում, բայց դա մեր ներքին գործերն են եւ մենք կարող ենք ինքներս լուծել այդ հարցերը։ Եկեք կենտրոնանանք մեզ համար ավելի գլոբալ հարցերի վրա, ինչպիսիք են Չինաստանի տնտեսական պարտադրողական պրակտիկան, որին մենք երկուսս էլ առնչվում ենք, եւ այն սպառնալիքը, որը գալիս է թշնամի դերակատարներից, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, ընդգծել է Կալասը։ Այսինքն Ամերիկային ասում ուզում ես հարաբերությունները լավացնես Ռուսաստանի հետ, եկել ես Եվրոպային ես դասեր տալի, ագրեսոր օկուպանտին ընկեր ես համարում, եկել ես Եվրոպային ինչ դասեր ես տալի։ Չինաստանի հետ բաուս մեր պայքար է իր։ Չինաստանի հետ պայքարի հետ կապված շատ կարևոր է Եվրոպայի դերակատարությունը։ Բայց դու Եվրոպային ես եկել բան բացատրում։ Ու արդեն տեսնում եք վերաբերմունքը եւ արձագանքը։ Եթե դուք չեք ուզում կենտրոնանալ աշխարհի խնդիրների վրա, գնացեք զբաղվեք ձեր գործով։ Հանգիստ թողեք Եվրոպային։ Իսկ հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների հաջորդ ադմինիստրացիան շատ է չարչարվելու, որ այս վիճակը փոխի։ Այն ինչ վնասներ, որ Դոնալդ Տրամպը կտա Ամերիկային, շատ են տանջվելու, որ այդ վիճակը հետ բերեն։ Այդ դիրքը, այդ կշիռը հետ բերեն, որտեղ կարող է բան կորցնես, այլ հետ չկարողանաս բերես։ Հանգամանքների բերումով շատ լուրջ հարցերի առումով Միացյալ Նահանգները կարողացել է աշխարհի ամենահզոր պետությունը դառնալ։ Եվ աշխարհակալ պետություն ելնելուց հետո sense դնես, սաղ թողես, ասես փող, բիզնես, բերեք, առնենք, ծախենք, խափենք։ Չի կարա Ամերիկան տենց իր դերը պահի։ Ամերիկան ինչ-որ արժեքները արտահանել։ Այո, մի բան ճիշտ, մի բան սխալ, բայց ասել է ժողովրդավարություն եմ արտահանում։ Եթե գնալու ենք չարիքը խեղդենք իրա բնում, որ վտանգ չներկայացնի մեր երկրի համար։ Բայց դու այսօր ասում ես ամեն մեկը թող իր գործով զբաղվի, ես հետ եմ քաշվում, մենակ իմ երկրով եմ զբաղվում։ Սկսելու են քեզանով զբաղվել։ Չգիտես։ Մի քիչ ոտդ կախցի կիմանաս։ Մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփին հարցրել են, թե որն է լինելու նրա հաջորդ քայլը Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ բանակցություններում անցյալ շաբաթ տեղի ունեցած խորհրդակցություններից հետո։ ԱՄՆ առաջնորդը պատասխանել է. մենք խոսել ենք նախագահ Պուտինի հետ, խոսել ենք ուկրաինացի առաջնորդների հետ, այդ թվում նախագահ Զելենսկու, եւ պետք է ասեմ, որ մի փոքր հիասթափված եմ, որ նախագահ Զելենսկին դեռ չի կարդացել առաջարկը։ Դա մի քանի ժամ առաջ էր, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Տրամպը հավելել է, որ Ռուսաստանը կցանկանար ամբողջ Ուկրաինան, բայց դեռևս համաձայն է խաղաղության համաձայնագրի հետ, եւ Ուկրաինայի նախագահի թիմը նույնպես աջակցում է փաստաթղթին։ Սակայն նա չգիտի արդյոք Զելենսկին ինքը համաձայն է։ Նորից էլի ֆիքսված է այս մարդը, որ Ռուսաստանն ուզում էր ամբողջ Ուկրաինան, բայց չես ասում Ռուսաստան, դու ինչ ես ուզում ամբողջ Ուկրաինան։ Դու այդ սուվերեն պետությունը ինչ ես ուզում, որի անվտանգության երաշխավորը Ամերիկան է։ Ամերիկան, որի աթոռին նստած ես։ Ոնց կարելի է Ամերիկային խայտարականել ես աշճան։ Այսինքն Ռուսաստանն ուզում է Ուկրաինա, Ռուսաստանը Եվրոպան էլ է ուզում։ Հիմա ինչ անենք, ասա։
Սա հանձնենք իրա, որտեղ ինքը ատոմային ռումբ ունի, թե հողեր ունի, որը կարելի է հետը բիզնես անել։ Նրա թիմին դա դուր է գալիս, Ռուսաստանը համաձայն է դրա հետ։ Ռուսաստանը կարծում եմ ցանկանա ունել ամբողջ երկիրը, եթե մտածենք դրա մասին, բայց Ռուսաստանը կարծում եմ համաձայն է խաղաղության ծրագրի հետ։ Բայց ես վստահ չեմ, որ Զելենսկին համաձայն է դրա հետ։ Նրա թիմը աջակցում է դրան, բայց նա չի կարդացել այն, ասաց Տրամպը։ Հիմա թիմը այ տեսեք, թիմը աջակցում է, ժողովուրդն ուզում է, Զելենսկին չի ուզում, այ տեսեք ինչքան վատն է։ Այն առաջարկություններն էլ չի կարդացել։ Ամբողջը միայն նրա համար, որ արդարացնի, թե ինչա Ռուսաստանի շահերը պաշտպանում։ Ժողովուրդ ջան, ամբողջ աշխարհում թերևի չկա մի մարդ, որը չգիտի Տրամպը ինչի է Ռուսաստանի շահերը պաշտպանում։ Ինչի է Ամերիկային խայտարականում, աշխարհին խայտարականում Ռուսաստանի շահերը պաշտպանելով։ Երևի տես մարդ չկա, որ չիմանա։ Ում է ուզում խափի, չեմ հասկանում։ Մի քանի օր շարունակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի ներկայացուցիչներն աշխատել են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Անդրեյ Գնատովի հետ։ Ումերովը հիմա հայտնել է. Շնորհակալ եմ կառուցողական աշխատանքի համար, ուկրաինական թիմի հիմնական խնդիրն էր ամերիկյան կողմից ստանալ ամբողջական տեղեկատվություն Մոսկվայում դրանց զեկույցի և ընթացիկ զրույցի առաջարկների բոլոր նախագծերի վերաբերյալ, որպեսզի դրանք մանրամասն քննարկվեն Ուկրաինայի նախագահի հետ։ Բոլոր գործընկերների հետ միասին մենք պետք է ամեն ինչ անենք այս պատերազմն արժանապատվորեն ավարտելու համար, գրել է Ումերովը։ Նա հավելել է, որ այսօր դեկտեմբերի 8-ին պատվիրակությունն Ուկրաինայի նախագահին ամբողջական տեղեկատվություն կփոխանցի ամերիկյան կողմի հետ երկխոսության բոլոր ասպեկտների մասին։ Կփոխանցվեն նաև բոլոր փաստաթղթերը։ Մենք աշխատում ենք հնարավորինս ինտենսիվ, հավելել է Ումերովը։ Այսինքն սրանով ինքը պատասխանել է Տրամպին, որ դեռ թղթերը չենք տվել ու չենք զեկուցել Զելենսկուն, որ ինքը կարդար ու դրան արձագանքեր։ Բայց արդեն Զելենսկին իր արձագանքը ունի այդ թեմայի հետ կապված։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. տարածքային հարցերի շուրջ բանակցությունները փակուղի են մտել։ ԱՄՆ, Ռուսաստանը եւ Ուկրաինան տարբեր տեսակետներ ունեն, եւ մենք միասնական դիրքորոշում չունենք Դոնբասի հարցում։ ԱՄՆ ծրագրի որոշ տարրեր պահանջում են լրացուցիչ քննարկում մի շարք զգայուն հարցերի շուրջ, այդ թվում պատերազմից տուժած երկրների անվտանգության երաշխիքների եւ արևելյան շրջանների նկատմամբ վերահսկողության վերաբերյալ։ Կիևը պնդում է արևմտյան դաշնակիցների առաջին հերթին ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ առանձին համաձայնագիր կնքելու վրա, շեշտել է Ուկրաինայի նախագահը։ Որտեղ նորից Դոնալդ Տրամպը համառորեն պնդել է, ասում է, ինչ որ Պուտինը հանձնարարել է, պետք է կատարենք։ Այ ախպեր, Պուտինը քեզ է հանձնարարել։ Զելենսկին Պուտինի հանձնարարությունը չի ուզում կատարի։ Հիմա կրակը չի ընկել այդ մարդը, որ Պուտինը կարողանում է Տրամպին հանձնարարի։ Լավեր չէ, ամեն ինչ ավարտ է ունենալու։ Այսօր եթե ճնշելով արեցի, ուրեմն պատերազմը չի ավարտվի, բարդ բան չի։ Ռուսաստանն է շատ արագ չի վերականգնվի։ Տրամպը չի կարող Ռուսաստանը վերականգնել, որովհետև Ռուսաստանը վերականգնված չէր մինչև պատերազմ։ Եթե մինչև պատերազմ Ռուսաստանի վիճակը լավ լիներ, եթե չգար հատուկ ծառայությունները չասեին, որ երկրի վիճակը խայտառակ է, ներսում խնդիրներ է առաջանում, չի պահվում մեզ երկիրը, նա պատերազմը ուղղակի չէր սկսի։ Այսինքն եթե նույնիսկ պատերազմը դադարեցնես, դրանով ինչ վիճակի ես գալու, որ Ռուսաստանի վիճակը լավանա։ Մինչ պատերազմյան վիճակի, որով վատ էր, որ գտա, որ դրա լուծումը պատերազմն է։ Այսինքն վաղը պարզվելու է, չէ, որ ամենամեծ վատությունը Տրամպը արեց Պուտինին, հույսով տալով։ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Լոնդոն, եվրոպական եռյակի առաջնորդները, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում են Զելենսկու հետ քննարկել Ֆլորիդայում ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների միջև երրորդյա բանակցությունների արդյունքները, որտեղ Կիևը պաշտպանել է իր դիրքորոշումը պատերազմի ավարտի ամերիկյան ծրագրի վերաբերյալ։ Մակրոնը Զելենսկու, Մերցի եւ Ստարմերի հետ հանդիպման ժամանակ ասել է արդեն հանդիպումից. Մենք ունենք շատ ուժեղ խաղաքարտեր։ Սա պատասխանում է ոչ թե Զելենսկուն, այլ պատասխանում է Տրամպին, որն ասում էր Ուկրաինան խաղաքարտեր չունի։
Մենք ունենք շատ ուժեղ խաղաքարտեր, Ուկրաինայի դիրքերն ամուր են եվրոպական օգնության եւ Ռուսաստանի թուլացման շնորհիվ։ Ֆինանսավորումը եւ զենքի մատակարարումը Ուկրաինային, Ուկրաինայի շարունակական դիմադրությունը եւ այն փաստը, որ Ռուսաստանի տնտեսությունը սկսում է դժվարություններ ունենալ, հատկապես մեր վերջին պատժամիջոցներից եւ Միացյալ Նահանգների պատժամիջոցներից հետո, նշել է Մակրոնը։ Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ասել է. Ուկրաինային առնչվող հարցերը որոշում է Ուկրաինան, դիմելով Զելենսկիին, Ստարմերը շեշտել է միացյալ թագավորության անսասան աջակցությունը Ուկրաինային եւ բոլոր ցանկացած հրադադար պետք է լինի արդար եւ երկարատև։ Ստարմերը վստահեցել է, որ Լոնդոնը ներկա է բանակցություններին Կիևին աջակցելու համար, թե հակամարտության մեջ, թե կայուն եւ արդար կարգավորման ճանապարհի։ Այնպես որ ինչպես տեսնում եք Եվրոպայի վերաբերմունքը ինչպիսին է եւ Դոնալդ Թրամփը պետք է ընտրություն կատարի, կորցնել իր ժողովրդի վստահությունը, կորցնել Եվրոպայի վստահությունը, շահել Պուտինի վստահությունը, որ հաստատ իմանա Պուտինի կյանքը դրանով չի երկարացնելու, ինչը արդյունքում շահելու, դա էլ կտեսնենք, էլի կյանքը արժևում է։ Բայց այնուամենայնիվ ԱՄՆ 2026 թվականի պաշտպանական բյուջեում Ուկրաինայի ռազմական աջակցության համար նախատեսվում է $400 միլիոն, նույնչափով գումար է նախատեսվում նաև 2027 թվականի համար։ Այս մասին ասվում է հրապարակված օրենքի նախագծում։ Օրենագիծն այս շաբաթ կքննարկվի ԱՄՆ ներկայացուցիչների պալատում։ Հիմա էդ էլ արդեն պարզորեն այնուամենայնիվ դա տրվելու է, բայց հիմա մենք տեսնենք, թե այս հարցի հետ կապված ինչ է ասում նաև Ռուսաստանում ինչա կատարվում։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է. Մոսկվայում Վենեսուելայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մեծ տագնապով եւ անհանգստությամբ են ընկալվում, քանի որ լարվածությունը չի թուլանում, իսկ սրումը շարունակվում է։ Դա նախևառաջ կապված է տարածաշրջանում Միացյալ Նահանգների անվերապահ գերիշխանությունը հաստատելու ձգտման հետ։ Դա Տրամփի վարչակազմի ապրանքանիշն է, պարզաբանել է Ռյաբկովը։ Մենք համերաշխություն ենք հայտնում Վենեսուելային, վերջերս կնքվել է ռազմավարական գործընկերության եւ համագործակցության մասին պայմանագիր, շարունակել է արտաքին գործերի փոխնախարարը։ Մենք աջակցում ենք Վենեսուելային բազմաթիվ հարթակներում, ինչպես նա մեզ փորձությունների այս պահին մենք ուսի կանգնած ենք Կարակասի, Վենեսուելայի ղեկավարության հետ։ Հույս ունենք, որ Թրամփի վարչակազմն այնուամենայնիվ զերծ կմնա դեպի լայնածավալ հակամարտություն հետագա գլորումից։ Մենք նրան դրա կոչնենք անուն։ Հիմա ինչն է ստե շատ կարևոր։ Եթե դու Ռուսաստանին ագրեսոր ու օկուպանտ չես համարում, ինչի պետք է համարի Չինաստանը։ Ինչի պետք է համարի Հնդկաստանը։ Եթե դու չես համարում։ Դու ուզում ես Ռուսաստանին քաշես քեզ նրանց մեկուսացնես, ասում են այ միամիտ, հենց որ դու նրան թշնամի չհամարես, ագրեսոր չհամարես, մենք նրա հետ հանգիստ կաշխատենք եւ 3 հոգ ավելի ուժեղ կլինենք, քան դու։ Սա մեկ։ Մյուսը, եթե դու Ռուսաստանին ագրեսոր, օկուպանտ չես համարում, ու դու Մադուրոին մեղադրում ես։ Նայել ասում է Մադուրոն մեր աղբերն է, ուսուսեր կանգնած ենք նրա կողքին։ Դու ո՞նց ես Մադուրոին մեղադրում։ Ռուսաստանն ասում է, եթե դու ինձ չես մեղադրում, Մադուրոին դու ո՞նց ես մեղադրում։ Ինչ արի այդ խեղճ Մադուրոն։ Մի քիչ թմրանոթ են վաճառել, միլիոնից ավել մարդ են կոտորել։ Տներ են ավիրե։ Վենեսուելան ինչ արի, որ Ռուսաստանը ավելին չի արել։ Ռուսաստանը դրա համար ասում է, եթե դու ինձ ագրեսոր չես ճանաչում, հանցագործ չես ճանաչում, ուրեմն հանցագործը դու ես ինչ գործ ունես մեր Մադուրոյի հետ։ Բաս մեր հետ ենք քաշում Եվրոպայից, մենք մեր յուղով տապակվենք։ Յուղը տնես խառնեն, չկայանաս տակից դուրս գաս։ Արդեն Ռուսաստանն է քեզ մեղադրում։ Ասում է ինչ գործ ունես մեր ընկերոջ հետ, մեր ռազմավարական դաշնակցի հետ։ Եվ իրավունք ունի ասի, որտեվ այդ լեզուն տվել է Տրամփը։ Բա ինչ եք ուզում։ Էլ ինչ եք ուզում կատարվի, որ իմանաք, որ եթե դու իրերը իր անունով չկոչես, քեզ են մեղադրելու ագրեսիայի մեջ։ Լայես լկտի արտահայտությունները տեսնում եք։ Սա փոխ նախարարն է խոսում Տրամփի վարած քաղաքականության մասին։ Էս էիք ուզում։
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը գրել է. «Տեսեք ինչ բլբուլ են կտրել ռուսները, բայց ինչից է մտավախությունը լա Մեդվեդևին, նայեք»։ Սպիտակ տուն հերթական կատաղի Բայդենի գալը արագորեն արմատախիլ կանի MAGA-ի, այսինքն Make America Great Again բանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի կարգախոսը չէ, Ամերիկան դարձնենք կրկին հզոր, ներկայիս թիմի գերտերական պրագմատիզմի բոլոր ծիլերը։ Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել, որ ամերիկյան փաստաթղթում երկար տարիների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը նշվում է ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես կայունության շուրջ երկխոսության մասնակից։ Ամերիկյան և եվրոպական էլիտաների ներսում տարաձայնությունները շարունակում են բորբոքվել, իսկ Ռուսաստանն իր հերթին կնայի ոչ թե գեղեցիկ խոսքերին, այլ կոնկրետ քայլերին։ Պատրաստ են արդյոք ԱՄՆ և Եվրամիության մեզ հետ քննարկել ԱՄՆ անվտանգության առանց վերջնագրերի, ասել է Մեդվեդևը, բայց կարևորը ստեղ ինչն էր։ Նրանք վախենում են, որ Տրամպից հետո գալու է մեկը, որը որ դնելու է այս ամեն ինչը հեչ անի, ու հասկանում են, որ գալու է շատ ավելի ագրեսիվ օրակարգով, որպեսզի բաց թողածը վերականգնի։ Մեդվեդևն արդեն լեղաճակ եղած բացատրում է, թե ինչ է սպասվում Տրամպից հետո, որտեղ հասկանում է Ամերիկայի ընտրողը սա երկար կուլ չի տալու։ Ամերիկայի ընտրողը Տրամպից հետո, որ մեկի անունը D-ով սկսվի կամ ազգանունը T-ով, ջնջելու է։ Ասի դա այդ անուն ազգանունի առաջի տարերով էլ անգամ չի ընտրելու։ Գնացեք անուններդ փոխեք եկեք։ Չեն պատկերացնում, թե ինչ աշճանի ես վիրավորում ընտրողին, որպեսի այդպեսի գնաց ընտրության։ Դա Մեդվեդևը գլխի անգ է, որ ասում է գիտեք Տրամպից հետո ինչ ա մեզ սպասվում։ Բա մենք էլ գիտենք, բատքան ինչ ենք խոսում։ Եվ մենք ոչ թե Մեդվեդևին լսում ենք, որ ասենք տեսակ ինչ բան է ասում։ Մենք ասում ենք դուք հասկանում եք, որ այն ինչ որ մենք խոսում ենք, Ռուսաստանի բարձր պաշտոնյաները շատ լավ հասկացել են, վաղուց չէ, երբ չգիտեմ, հիմա նոր են ասում այդ մասին, որի մասին երևի մեր մեջ մարդ չկա, որը չհասկանա, թե ինչա կատարվելու։ Բան չէ՞ սենց լեղաճակ եղած, որ Տրամպի գործը շարունակող չի լինելու։ Որտեղ հասկանում եք, որ հանրապետականներն էլ կան չեն շարունակելու։ Իսկ Թայլանդն այսօր օդային հարվածներ է հասցրել հարևան Կամբոջային։ Կողմերը միմյանց են մեղադրում վիճելի սահմանին տեղի ունեցած մերձին մարտերի բռնկման համար։ Այս ամռանը Թայլանդի և Կամբոջայի միջև տեղի ունեցան հնգօրյա բախումներ։ Մարտական գործողությունների դադարեցումը մասամբ միջնորդվել էր ԱՄՆ-ի, Չինաստանի և Մալայզիայի կողմից։ Հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը համատեղ հռչակագիր էր ստորագրել Թայլանդի և Կամբոջայի միջև, գովաբանելով երկրների հետ նոր առևտրային համաձայնագրերը, այն բանից հետո, երբ նրանք նոր համաձայնվել են երկարաձգել հրադադարը։ Սակայն Թայլանդն անցյալ ամիս կասեցրել էր համաձայնագիրը, երբ ենթադրաբար ականի պայթյունից հետևանքով զինվոր էր վիրավորվել։ Այսինքն ասին մեզ չի էլ հետաքրքրում քո հետ մաքսատուրքերի հետ կապված արտոնությունները, մենք մեր կռիվը շարունակում ենք, իսկ Դոնալդ Տրամպը խաղաղության Նոբելյանի մրցանակի մեջ էս էլ էր մտցրել, չէ՞։ Այդ 8 հատը որ թվարկում էր, հիմա թող ասի, որ ամեն անգամ որը այդ արանքից դուրս եկավ։ Իսկ մենք պետք է մտածենք, չէ՞, իսկ մենք ինչ ենք ակնկալում այս ամեն ինչից։ Մենք էլ դա պետք է մտածենք, չէ՞, մեզ ինչքանով է դա վերաբերվում եւ ինչ է վերաբերվում։ Իսկ հիմա նայենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինչ է ասում։ Իհարկե արտաքին մարտահրավերները նույնպես ազդում են ժողովրդագրության վրա։ Միևնույն ժամանակ ընդգծում են, որ մեր երկարաժամկետ պատմական նպատակը մեր երկրի բնակչության պահպանումն ու ավելացումն է, եւ չնայած ստեղծված իրավիճակին եւ օբյեկտիվ դժվարություններին, մենք պետք է պահպանենք այս նպատակը՝ ծնելիության մակարդակի բարձրացումը, երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությունը եւ քաղաքացիների առողջ կյանքի տևողության ավելացումը, սրանք բոլորը մեր համատեղ ջանքերի հիմնական ոլորտներն են, ասել է Պուտինը։ Փաստորեն մտահոգված ձևով նշում է, որ պետք է բնակչությունը ավելացնել, ինքը հասկանում է աղետի առաջ է կանգնացել իր երկիրը, որ 140 միլիոն բնակչով 17.2 միլիոն տարածքը չես փագի, հսկայական խնդիրներ կա, դու սկի պարագիծը չես կարող արդեն պահես 60,000 կիլոմետրանոց, որովհետև բոլորին թշնամի ես հայտարարել ու բոլորին պահանջներ ես ներկայացրել, բայց խնդիրը ստեղ ուրիշ է, ասպես պետք է անենք սա, ու անում ես լրիվ հակառակը։
տանում ես տղամարդկանց կոտորում ես ուկրաինական պատերազմում, արդյունքում իմաստը փախնում է երկրից։ Այդ ընթացքում ինչ են անում։ Դռներն էլ բացել ես, կանայք գնում են Չինաստան, որտեղ շատ լավ գիտես, որ Չինաստանում էլ խնդիր է, կանանց թվի կտրուկ նվազում կա։ Դրանց խելքներն էր Իրանը չի ռուս կանանց համար։ Ասում է եկեք, բարի գալուստ, չգիտեք ինչ եք անում, բնակություն եք ավելացնում։ Կյանքի տևողություն ավելացնելու համար դուք առողջապահության համակարգի հերն անիծել եք, չեք կարողանում սկի հիվանդանոց սարքեք, չեք կարողանում դեղեր ապահովեք, դեռ ռումբ եք առնում, որպեսզի հրթիռակոծեք Ուկրաինայի հիվանդանոցը։ Այս ինչ որ Պուտինը թվարկում է, այդ բոլորը ինքը հակառակն է անում։ Եվ այս երկրի հետ ինչ որ մեր մոտ Հայաստանում մարդիկ կան, որոնք հույս են պահում։ Ես ստիպված եմ ըլում պարբերաբար հիշացնել, ձեր խիղճը մեռնի, ես նույն տարածքի վրա ցարական Ռուսաստանից մինչև այսօր ձեր բնակչությունը չի աճել։ Հիմա 40 չկա էլ Ժորժ ջան, հեքիաթ է։ Բայց դրա մասին չեք մտածում, ինչ չունեք։ Տունդրա էլ ունեք, տայգա էլ ունեք, գետեր էլ ունեք, սևահող էլ ունեք, շիկահող, ամեն ինչ էլ ունեք։ Ինչ չունեք։ Ուղեղ չունեք։ Պետություն սիրելու սովորություն չունեք։ Այդ ձեզ դաստիարակված չեք, թաթարի նման մտածել եք գնանք ուրիշի արած բարիքը խլենք, զորով գնանք վերցնենք։ Հիմա ո՞նց եք ուզում Ռուսաստանում բնակչությունն ավելանա։ Էլի կավելանա, բայց ով կավելացնի։ Հնդկաստանից են լավ գալիս, Չինաստանից են գալիս, Կենտրոնական Ասիայից են գալիս, Կովկասից են գալիս։ Վերարտադրողական տարիքի տղերքը, որ համ գան ձեր երկրում աշխատեն, համ էլ ձեզ համար երեխաներ ստեղծեն։ Ռուս բնակչությանը փրկելու համար մտել եք Ուկրաինա, ռուս բնակչությունն էլ Ուկրաինայում սկի չկա էլ, ով էլ կա արդեն ձեր կողմից չի։ Բայց եք կոտորել եք միլիոնից ավել ձեր կողմից, մի այդքան էլ են կողմից, կոնկրետ թիվ ընդեղի, չգիտենք, մոտարապես եթե տենց եք պատկերացնում, որ ինչ եք անում, որ երկիրը տակ չինացիներին, հնդիկներին, միջինասիական երկրների ցեկասներին, Կովկասի ցեկասներին, ասեք գոնե դուք եկեք մի քիչ երեխաներ ստեղծագործեք, ռուսների մոտ չի ստացվում, ռուսներն է խմում են, ոչ մի բանով չեն զբաղվում, տանենք Ուկրաինայում կոտորենք, ուկրաինացիք դրանց հարցը կլուծեն, դրանք մեկ է մեր պետությանը պետք չեն։ Էս է ձեր քաղաքականությունը։ Ու այս մարդը մտահոգված է, Ժորժ ջան։ Այս մտահոգվածին էլ Հայաստանում աստվածացնում են, Բայց սա է սարսափելի, ու մենք սենց ընտրության ենք գնում։ Իր շահերը սպասարկող իշխանության եւ իր շահերը սպասարկող ընդդիմության պայքարն էլ պետք է մեր համար իշխանություն ձևավորի։ Էսա, հետո ասում եք, բա ինչի եք մտահոգվում։ Չէ, Ժողովուրդ ջան, մտահոգվելու բան չկա։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։